2015 թվականի մայիսի 19-ին կայացավ Սևծովյան երկրների միջազգային համալսարանի երկրորդ միջազգային մշակութային փառատոնը, որտեղ ի թիվս այլ ազգերի համալսարանի հայ ուսանողությունը ներկայացրել էր հայկական անկյուն։ Առանձնահատուկ հարուստ եւ բազմաբղետ էր հայկական ստենդը, որտեղ ցուցադրված էին ազգային ժողովրդական նվագարաններ, գորգեր, նկարներ։ Բուրումնավետ ու հարուստ խոհանոցի ցուցասեղանին տեղ էին գտել ավանդական տոլման, հայկական գաթան, շաքարլոխումը, ջինգյալով հացը, սուջուխը, բաստուրման եւ այլն։ Այս փառատոնը օգնում է բոլորին ծանոթանալու միմյանց մշակույթին, ինչպես նաեւ գիտենալու այլ ժողովուրդների խոհանոցը, համտեսելու եւ գնահատելու այն։ Ես գտնում եմ, որ նման փառատոներ պետք է հաճախակի կազմակերպեն, որպեսզի մարդիկ ավելի մերձենան եւ բարեկամանան միմյանց հետ, եւ մարդկանց մոտ առաջանա իրար հետ շփվելու ցանկություն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառման բոլոր մասնակիցներին, Սևծովյան երկրների համալսարանի կազմակերպիչներին։ Իմ առանձնահատուկ շնորհակալություն ու երախտագիտություն եմ հայտնում Հայարտուն կենտրոնին աջակցության եւ օգնության ձեռք մեկնելու համար։ Հայկական մշակույթը ներկայացվեց նաև ազգային յարխուշտապարով, որը յուրահատուկ կատարեց Անի Պարային համույթը Անգելինա Նազարյան Քոչյանի գլխավորությամբ եւ Աղջիկ եմ Սասունցի երգով Էմմա Բաբայանի գեղեցիկ կատարմամբ։ Սևծովյան երկրների միջազգային համալսարանի հայ ուսանողներին հավուր պատշաճի հայ մշակույթը ներկայացնելու գործում իր աջակցությունն էր ցուցաբերել Վիրայոց թեմի Հայարտուն կենտրոնը տնօրեն Լևոն Չիլիլյանի եւ թեմի երիտասարդական բաժինը տնօրեն Վալերի Բադալյանի ղեկավարությամբ։ Հայկական ազգային անկյունը եւ ելույթները արժանացան ներկաների ջերմ ընդունելությանը եւ բուրըն ծափահարություններին։